Բեքֆինում ամերիկյան հաշվապահության մասով ինչ հեռանկարային պլաններ ունեք այս պահին։ Մինչև այս պահը ասելը, հիշեմ 22 թվականի աշունը, երբ շատ կարևոր մի կազմակերպությունից ստացան գործնական առաջարկ իրանց outsourcing-ային մի հատ բլոկ տեղափոխեն Հայաստան եւ աշխատուժը մեր տեղական աշխատուժը օգտագործեն, բայց այդ պահին մենք պատրաստ չէինք, որովհետեւ այն թվականակը, այն պայմանները, ինչը որ մեզանից պահանջվում էր, մենք ընդհանրապես դրա 1/10-ով էինք։ Այս ժամանակահատվածը օգտագործել ենք այդ բաց թողած հնարավորությունը հեռանկարում, ապագայում կրկնելու համար, այսինքն մեր նպատակը ներկայացնել, որ Հայաստանում կան բավականաչափ մասնագետներ, որակյալ մասնագետներ, կոմպետենտ կադրեր, ովքեր ի վիճակի են ամերիկյան բիզնեսների հաշվապահության մասը այստեղ անելու։ Եվ մենք անընդհատ կապ ենք հաստատում տարբեր բիզնեսների հետ, տարբեր outsourcing-ային ընկերությունների հետ, որպեսզի իրենց հաշվապահության մի մասը պատվիրակեն այստեղ Հայաստանի աշխատուժը օգտագործելով, դա փոխշահավետ է եւ իրենց համար է շահավետ եւ մեզ համար է շահավետ, գնային առումով, որակական առումով, այսօր Հայաստանում արդեն իսկ կան բավականաչափ լավ կադրեր, մեր նպատակը, եթե կարճ ձևակերպեմ միտքս, ավելի շատ աշխատատեղ ստեղծելն է։ Եթե սկսել ենք դասընթացով, այսօր շեշտադրումը տանում ենք դեպի outsourcing։ Ավելի շատ բիզնեսներ բերել Հայաստան, ավելի շատ աշխատատեղ օգտագործել, իրենք կրճատում են իրենց ծախսերը աշխատավարձի գծով, մեզ համար էլ ստացվում է աշխատավարձ, որը որ տեղական աշխատաշուկայի գներից ավելի բարձր է, չեմ ասում միլիարդներ, բայց հարաբերական առումով եթե համեմատեք, ավելի բարձր է ստացվում։ Փոխշահավետ պայմաններ են երկուստեք, այսինքն մեր նպատակը ավելի շատ գործատեղ, աշխատատեղ ստեղծելն է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հարցերին մանրամասն պատասխանելու համար։ Քեզ էլ լույս ջան, շնորհակալություն թիրախային հարցեր տալու համար։ Շնորհակալ եմ։